տեսեք, այստեղ մի լուրջ բան կա։ Երբ որ մենք ասում ենք Բագրատունյաց Հայաստան, սա պայմանական անվանում է կամ Բագրատունիների թագավորություն։ Եթե նայում ենք այս թագավորության ստեղծման պատմությունը, գործնականում սա Բագրատունիների թագավորություն կոչել այնքան էլ ճիշտ չի։ Սա բառի բուն իմաստով հայոց թագավորություն է, ստեղծված 3 խոշոր իշխանությունների դաշինքով, 3 իշխանություն, որոնցից 2-ը մեկին ճանաչել են գերակա։ Խոսքը Բագրատունիների, Արծույնների եւ Սյունիների մասին է։ Արծույնները եւ Սյունիները Բագրատունիների հետ կնքում են դաշինք, Բագրատունու համար խնդրում թագ եւ ձևավորում դաշինք թագավորություն։ Հետագայում, երբ որ Սյունիները ամենավերջում թագավոր կդառնան մոտավորապես 983 թվականին, եւ Սյունյաց պատմիչը կսկսի արդարացնել այդ քայլը, թե ինչու իրենք առանձնացան Բագրատունիներից, ասում է, գիտեք ինչ կա, արդեն բոլորն են առանձնացել։ Մենք ասում եմ մնացել ենք հավատարիմ նույնիսկ այն ժամանակ, երբ որ ամենափոքր իշխաններն էլ էին թագավոր դառնում, բայց հիմա ասում եմ, կարծես միայն մենք ենք իշխան մնացել եւ ըստ էության մենք Բագրատունիներից պակաս չենք ասում է։ Եվ հենց վերադառնալով ասում է հայկազուն ենք եւ Բագրատունիներից պակաս չենք, որոնք հրեացին են։ Իրականում Բագրատունիներն էլ իրենց հայկազուն են կոչում։ Մենք ունենք մի աղբյուր ուղիղ խոսքով գրված Սմբատ II-ի կողմից եւ տեքստը հետեւյալն է. Ես Սմբատ հայկազունի, որ տեզերակալ կոչեցա եւ տիրեցի հայոց մինչեւ հասորիս։ Այսինքն մենք ունենք այսպիսի տեքստ։ Եվ սա մարդ իրեն հայկազունի է կոչում։ Հայկազուն, այսինքն հայկից ցերող։ Այո։ Բայց երբ որ Սյունին է իրեն արդարացնում, փորձում է ասել, որ մենք հայկից ենք սերում եւ ոչ պակաս թագի իրավունք ունենք, քան օտարածին Բագրատունիները։ Թեման իհարկե շատ հետաքրքիր է, որովհետեւ այստեղ մրցակցություն միշտ կար ու փաստացի երկու մի քիչ կրշիրով միգուցե հավասար չէին, բայց մոտ էին արծրունիները եւ սյունիները։ Երբ որ ասում ենք հիշենք, որ սա պայմանական անվանում է, խոսքը հայոց թագավորության մասին է, որտեղ այո թագավորը Բագրատունի է, բայց ինքը թագավոր է դաշինքով։ Օրինակ, երբ որ դաշինքը խզեց արծրունին, կարողացավ խալիֆայությունից վերցնել այն պաշտոնը, որը զբաղեցնում էին Բագրատունիները եւ հեղինակների մոտ թե բյուզանդական եւ թարաբական կոչվում է թագավորած թագավոր։ Այսինքն այն պաշտոնը ինչ որ ուներ Սմբատը։ Եվ մենք հասկանում ենք, որ այս պաշտոնը կարող էր կրել նաեւ Սյունին կամ Արծրունին, պարզապես դաշինքով դա տրված էր Բագրատունին։ Այսինքն սա 3 տոհմերի դաշինքից ծնված թագավորություն է։ Հա, փաստացի հա Բագրատունները հենվելով իրենց կշռի վրա, հենվելով նաև Աշոտ առաջինի, այսպես խարիզմայի վրա, այսօրվա այս տերմիներով օգտագործելով, ուժի վրա, լավ դիվանագիտական հմտությունների վրա, ռազմական, միգուցե, ռազմական առումով ոնց էր, որպես հրամանատար։ Քաղաքական դաշտը, եթե նայում ենք Հայաստանի այսօր Կովկասի ընդհանրապես միջտերութենական այս հատվածում, ապա միանշանակ պետք է ասել, որ Աշոտի նման երկրորդը չկար, սա ոչ մի խարիզմատիկ էր, դա իր դերը, իր պահվածքը, գերտերությունների մոտ վայելած վստահությունը որևէ մեկը չուներ, այդպիսի քաղաքական կերպար որևէ մեկը չուներ։ Հիմա ինչպես նա որպես ռազմական գործիչ։ Սա էլ բավական հետաքրքիր բան է։ Ինքը խնդիր չունի քաղաքական առումով, բայց երբ որ անհրաժեշտ է ինքը զենքը օգտագործում է։ Եղբայրը Աբասը սպարապետ էր նշանակված եւ նստում էր Կարսում եւ եթե անհրաժեշտ էր սանձահարել, ապա կար բանակ, որով այդ սանձահարումը շատ արագ տեղի էր ունենում։ Մենք գիտենք արաբական մի շարք այսպես առաջնորդի նկատմամբ բանեցված պատժամիջոցները զորքի ուժով եւ դա հուշում է, որ Աշոտը նաեւ ռազմական առումով բավական ամուր դիրքերի վրա էր կանգնած, ինչ որ ռազմական տաղանդին սա մի քիչ դժվար է ասել։ Իր ժամանակ չի եղել մեծ բախում։ Ղեկավարում բան չի եղել, գիտենք որ Աբասն է այդ հաղթանակները տարել նշածս, բայց ըստ էության այդպես։ Մի դեպք էլ գիտենք բանի ժամանակ մոտավորապես 890 թիվը պետք է լինի, մահից մի քանի ամիս առաջ Վրաստանի կողմերում խժդժություններ սկսվեցին Վրաստանի Բագրատունիների շրջանում եւ Աշոտը գնաց այնտեղ զենքով եւ ասում է Աշոտը զորքով գնաց եւ քշեց ելուզակներին, այդ ապստամբներին, բայց դարձյալ չգիտենք տաղանդի մասը, հա, գիտենք որ պարզապես ուներ բավական ուժեղ զորք եւ ուժեղ հրամանատար եղբայր, որի օգնությամբ ուրեմն սանձահարում եւ որ ասում եք դաշինք, ես ինքն էր ընդունում, որ ինքը պետք է
բալանսի բերի նաև Հայաստանում գործող այլ ընտանիքների շահերը, հետաքրքրությունները եւ պատահական չի որ իր աղջիկներին կնության է տալիս իշխաններին, չէ՞, փաստացի քույրեր, այսինքն ինքը նաև այսպես կարելի ասել խնամեական դիվանագիտության միջոցով կարողանում է ամրապնդել կապերը հայկական, հա, տների միջև։ Միջնադարում ամուսնությամբ կապեր հաստատելը դա դաշինքը ամրապնդելու ձև էր, համարվում էր, որ եթե ընտանիքներով միավորվեցին, իրարից հեռանալը կլինի բավական դժվար եւ Աշոտը սրան շատ լավ հետևում էր։ Իրենք հավաքվել են 3 խոշոր իշխաններով եւ հասկացել էին, որ Աշոտն է կենտրոնական ու ճանաչված դեմքը, որոշել էին եւ այս երկու իշխանները դիմել էին խալիֆայությանը, որ թակ տա Աշոտին, այսինքն դաշինքը այսպես էր եղել, իսկ Աշոտը հասկանում էր, որ եթե քույրը, աղջիկը ինչ որ արքունիքում նստում են, դա ոչ միայն ամրացնում է դաշինք, այլ նաև իր համար հավելյալ աչքեր է այդտեղ ձևավորում եւ դա լավագույնս օգտագործում էր, բայց ասեն միշտ չի որ դա աշխատում էր։ Օրինակ նրա փեսան Դերենիկը Վասպուրականի իշխան մի բան ամբոստացավ, իհարկե սպանվեց արաբների կողմից, հետո չհասցրեց իր գործը ավարտին հասցնել, բայց գիտենք որ որոշակի իմբոստություն ուներ եւ Աշոտի դուստրը, որ նրա կինն էր Սոփին, առանձնապես բան չկարողացավ փոխել այդտեղ։ Այսինքն դա լինում էր որպես կանոն, բայց ավելի շատ դեպքերում դա այսինքն մենք աղջիկների անուններն է գիտենք, Սոփիինը գիտենք, որը Դերենիկի հետ էր, Սյունյաց Մարիամինը գիտենք, այսինքն անունները գիտենք, քույրը վրաց Բագրատունիներից Գուրգենի հետ էր ամուսնացած եւ այս բանում տեսնում ենք որ Աշոտը լավագույնս դա օգտագործել է, դա դաշինքը ամրացնելու միջոց էր։ Հիմա տեսեք, երբ որ մենք ասում ենք Սյունիների ու արծունիների հետ էր դաշինքը, սա չի նշանակում որ միայն իրանց հետ էր, պարզապես սրանք խոշորներն էին, այո։ Այնտեղ հայոց արևելից իշխանները կան Վրաստանի Բագրատունիները։ Այդ դաշինքի մեջ ընդգրկվածների թիվը շատ ավելի մեծ է, բայց հիմնականում երկիրը ներկայացված է 3 խոշոր տոհմերով։ 3 խոշոր տոհմերով, կան նաև երևի փոքր տոհմեր, Ռշտունիները, հա։ Օրինակ Վասպուրականում արծույների գերակայության պայմաններում 10-ից ավելի իշխանություններ իշտակվում են։ Ընդ որում նաև կան ոչ միայն հայկական իշխաններ, այլ արաբ իշխաններ։